Շատ լավ, Բագրատյանց թագավորությունում եւ այսօր մենք որոշել ենք, որ շատ ՏՀՏ գործիքներ ենք, չէ՞ կիրառելու։ Շատ լավ եւ ՏՀԿ-ն որ մենք այսօր անում ենք, կարմիր տարին ենք դասանելու, այստեղ ես կխնդրեմ, որ դուք շատ լինեք, մարդատների մոտ եք դուք նստած, եթե հանկարծ ինչ-որ չգիտեմ հոտ կզգաք, դրան շատ լինեք անպայման արձագանքեք, նաև ջուր չունեք, չէ՞, ձեզ մոտիկ չդնեք, շատ լավ։ Ահա, քանի որ մենք աշխատում ենք մոդուլներով, եկեք ես այստեղ մի անգամ ստացած է, մոդուլի QR-ը, ես QR-ը դարձրել, որ դուք հեշտ լինեք, մի րոպե, այստեղ ես մեծացնեմ QR-ը։ Ահա, տեսեք, ստացվում է։ Կան, չէ՞ ձեզ մոտ, ահա, կխնդրեմ հեռախոսներով մոդուլները բացեք, որ անընդհատ ունենանք, հենց մեզ պետք է լինի աշխատել, ով հեռախոս չունի ձեզ մոտ, արևին չունի, կխնդրեմ մոդուլը փոխանցեք արևին, ահա, մնացածները տեսեք ստացվեց, բաց այդ մոդուլը, ահա, հիմա մոդուլները ունենում ենք անընդհատ, էկրանի կողմում բացած, եւ այստեղ ես այսօրվա համար, քանի որ մեզ մոտ ամփոփման դաս է, ես որոշել եմ մտքերի քարտեզ եմ պատրաստել ձեզ համար, մտքի քարտեզ, ահա, այստեղ էլի QR-ով են այնտեղ հմունդ են ուղղակի վերագրած, ես կխնդրեմ մուտք գործեք այս համակարգ, ապա փորձեք, ահա, տեսեք ստացվում է, իջև դուք ձեզ մոտ կբացի, իհար ես այդ էկրանին բացեմ, ստացվում է, հիմա ուզեք արհեստական բանականության միջոցով որը աշխարհի մասին մեզ տեղեկություն տա եւ նաեւ քարտեզ ատալու։ Առաջին գրեցինք, գագիկ, առաջին, լեզուն չմոռանաս ստացվում անպայման, ոչինչ, որ լեզուն ընտրենք, հայերեն, ահա, բացեց, հասմիջանը շատ տեսնեք ինչ է բացել, գագիկ առաջինի մտավոր քարտեզն է բացել, ու քանի որ մենք հստակ չնշեցինք, թե խոսքը որ գագիկ առաջինի մասին է, Արտյոմ Բագրատյանը ինքը ներկայացրել է երկուսին։ Ահա, շատ լավ, ինքը ներկայացրել է երկուսին է, գագիկ առաջին Բագրատյանի եւ գագիկ առաջին Արտյոմի։ Սրանցից որի մասին էին մենք ուզում տեղեկություն իմանալ։ Գագիկ առաջին Բագրատյանի։ Առաջինի, չէ՞, թագավորի մասին էին ուզում։ Իսկ երկրորդի մասին դուք ինչ գիտեք, ով էր նա, որտեղից է գագիկ առաջին, շատ լավ, եկեք հիմա հասկանանք ինչ է մեզ տվել, կարդա, հասմիջան։ Գագիկ առաջին Բագրատյանին նաև հայտնի է գագիկ Ա Բագրատյանի հայոց թագավորը 900-989 մինչև 1020 թվականներին։ Կապվում է Բագրատյանների դինաստիայի շրջանի հետ, հիմնական ասպեկտներն են կենտրոնական եղած թագավորությունը, անի որպես քաղաքական մշակութային կենտրոն։ Իսկ գագիկ առաջին Արտյոմի նաև հայտնի է գագիկ Ա Արտյոմի վասպուրականի իշխան թագավորի աստիճանով 10-րդ դարի սկզբից մինչև 908 թվական։ Ակտիվ է վանա եւ արարատյան լեռնաշխարհի շրջաններում, գլխավոր նշաններն են տարածաշրջանային ինքնորոշություն, անարիք, ակնառու, արծաթապատումներ։ Կառուցապատումներ հիմնականում աղթամարի, տաճարի մասին էր, չէ՞ խոսքը, շատ լավ։ Ձեզ ի՞նչն էր այստեղ նոր, որ դուք չեք անցել օրինակ։ Աղթամարի տաճարը, այո, շատ ճիշտ եք նկատել, մենք մոդուլներում սրա մասին չենք անցել, չէ՞ որ գագիկ Արտյոմին աղթամարի նշանավոր տաճարի հեղինակն է։ Շատ լավ, ապրես Հասմիջան, նստիր։ Ես ձեզ հանձնարարել էի, որ պետք է ՏՀՏ գործիքներ պատրաստեք նաև դուք, չէ՞, ովքեր են պատրաստել ՏՀՏ գործիքներ, ահա, շատ լավ, առաջինում ենք ում լսենք, Անահիտ ջան, տեսնեմ, ինչ ես պատրաստել։ Կահուտով խաղ եմ պատրաստել։ Ահա, օգտվել ես կահուտից, շատ լավ, Անահիտ, իսկ կահուտի հարցերը դու եւ բացի եւ իմ հարցերը պատասխանես, կահուտի հարցերը կազմելիս ինչ աղբյուրներից ես օգտվել։ Մոդուլներից եմ օգտվել, արտոնացի հավաստի աղբյուրներից։ Ես ինչ ես իմացել հավաստի են։ Հեղինակներին նայեցի, ուսադրեմ եղել հեղինակներին, թե որ կայքում է հրապարակված եւ այս ստացվում է։
Ահա, որ նաև ինչ լինի, որովհետև հնարավոր չէ, երբ ինչու ամսածվերի, որովհետև անընդհատ նորություններ են լինում, եթե տարբերությունների վրա գուցե ինչ-որ բան փոխվում է, շատ լավ։ Հիմա ինձ ասա տեսնեմ իրենք են խաղալ ու կաղուտով։ Անձնական յուրաքանչյուրը իր հեռախոսով պետք է միանա և խաղա։ Խնդրում եմ փոխանցեք Արևի, Արև ջան, միացիր կահուտին, այդտեղ մայնդոնգրաֆում են դուրս տարի։ Դուք բոլոր հեռախոսներով միացել եք։ Շատ լավ, տեսնեմ ինչպես է ստացվել։ Գոդա։ Էվգանին արդեն անունները կան, Ժենյան, Անահիտ, Էդիկա, ծիծաղելի սմայլիկներով, հա? Ո՞վ սմայլիկն է ամենագեղեցիկը։ Իմը։ Ով էր։ Դուք հոն Անահիտ, տեսնեմ, սրտիկներով, չէ՞։ Շատ լավ։ Բոլորը հենց միացած լինեն, արդեն կմիացնես ու կխաղանք։ Ահա Միքայելն էլ միացավ։ Դե սկսեցինք, սա խաղում ենք անհատական, շատ լավ, համակարգիչ միացել է այդտեղ։ Շատ լավ, դե խաղում ենք։ Արցեր երեխաների մոտ չեն երևում և բարձրած են կարդում։ Անին այլ կերպ ինչպես էր հայտնի։ Շատ լավ, այդտեղ իրենք նշաններով կամ գույներով են, չէ՞, խրելու։ Արևելքի քաղաք, հազարոնի եկեղեցիների քաղաք, ոսկե ժապավների քաղաք։ Որ արքաներ բաղրատյունած հակավորության հիմնադիրը։ Աշոտ Բալխուտոնի, Հրադիկ առաջին, Սմբատ առաջին և Աբաս։ Եթե տեղ ունեցել Տողոսի ճակատամարտը 890, 914 և 894։ Բաղրատյունը ծրագրերից ով ստացավ շահնշան տիտղոսը։ Հագիկ երկրորդ, Աշոտ Բողորմած, Աշոտ երկաթ և Սմբատ երկրորդ։ Ստացվում է, տեսեք ով է առաջատարը։ Առաջին տեղում Անահիտն է, իր սրտիկներով է մոջիով։ Կենտական հակավորություններից որն ավելի երկար գոյատևեց։ Սյունիքի, Տաշին Ձարագետի, Ասպուրականի, Վահանի։ Ով է պատկերված նկարը։ Այստեղ ունենք նաև նկարով տարբերակ, շատ լավ, ապրեսանային ջան։ Բաղրատյունած որեքը կարծը դարձրեց գահանից, որ թագուհին է կառուցել անի կաթողիկե տաճարը։ Շատ լավներ։ Քաջ և զորավոր, պատերազմներ մապարտելի և հաղթող, ում մասին ներվկայում մաթեոս Այստեղ է սկզբնախյուր ունենք մեզ, շատ լավ է։ Կեցես Անահիտ։ Բավականին ակտիվ։ Եվ ոնց որ վերջին հարցը, նախավերջին հարցը 908 թվականին ում թակ տվեց Յուսուֆը։ Ստացվում է թե Ալեկ ջան, հա։ Վերջին հարցը։ Որքան է Բաղրատյունյան թագավորության զորքի թիվը։
այո, զորքի թիվը տեսնում ենք այնտեղ կա թագավորություններից դեռ չկար։ Ահա, եւ հիմա տեսնում ենք, թե ով է մեր հաղթողը։ Երրորդ տեղում Ասլանը, Աբի Ասլանը։ Ահա, երկրորդ տեղում Արայք իր սիրուն էմոջիներով եւ Էդիտա։ Շատ լավ։ Անահիտին ինչ ենք ասում։ Հետաքրքիր շնորհակալություն Անահիտ ջան։ Հաջորդը ով է մեզ համար ՏՀՏ գործիքով խաղ է պատրաստել, ու լսենք առաջինը Ժենյային թե Հասմիկին։ Ժենյային, հասա Ժենյային, ինչ պատրաստել։ Պատրաստել եմ ով ասում դառնալ միլիոնատեր չխաղալ։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր, ով է ուզում դառնալ միլիոնատերը ավելի նպատակահարմար է, ասում ձերքով ասում է, ես էսա դպես եք ասում։ Իսկ սա խաղալու ենք, ինչպես խաղանք։ Խմբերով խաղանք ես մեկը։ Հա, եկեք ես մեկն է խմբերով։ Եկեք որպեսի շատ այսպես բան չլինի, աղմուկ չանենք, թեքվեք ուղղակի սենց երկու խումբ սարքել, լավ։ Դե Ալի Ժենյան միջև կմոտենա, ու թեքվեք խմբերը կազմեք, տեսնենք։ Տեսնենք ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Ահա, դուք ինքի դեսքով եկեք, դուք էլ ես ով է ուզում դառնալ միլիոնատերը, որ ինքնացիքով ես պատրաստել, ահա տեսեք, Ժենյա դու ես սարքի QR-ը, ահա շատ ապրես, QR-ում սարքած Ժենյա, բացում ենք QR-ով, ես առաջորդում եմ խմբում մի հոգի բացի, հա, մի հեռախոսով խաղացեք, որովհետև խմբար են խաղը, անա ես կասում հավաստի ապնից ես օգտվել, Քանի որ նյութը պատրաստելիս ուշադիր եմ եղել հեղինակներին եւ տեսել եմ, որ նրանք ունեն լուրջ կապ պատմության հետ եւ այս սովորական մարդիկ մասնագիտական կրթություն, չէ՞ ոչ կապի նկատի ուներ, այս պատճառով է ինձ թվում է հավաստի է եղել, շատ լավ, Ժենյա ջան, դու խաղալու ես թե խաղին ես հետևելու, ես քանի դու ես կազմել, արի հետևի խաղին, լավ, միացրել եք արդեն, որական կասիդացի մերը քոք միլիոնը շահեցի, պատվեցիք դու, հա, ինչքան էիք վաստակել, լավ, որ հարցում սխալվեցիք, ահա, ի թիվն էիք սխալ գրել, վայ, շատ լավ, և վերջինը ապրես Ժենյա, հետաքրքիր եք կազմել Ժենյան հարցը, շնորհակալություն Ժենյային, և մի հատ եք ուներ, չէ՞ ոնց ՏՀՏ գործիք, Հասմիկ ջան, արի տեսնեք, ու ինչ ես պատրաստել, հաջվար, Հասմիկը տեսամ, ահա, արի տեսնեք, Հասմիկ, ոնց եք խաղալու հաջվարը, ես դարձամ հարցը այսինքն էկրանի վրայից աշխատելու շատ լավ է սկսեցինք, այսինքն պես հեռախոսներ ես փուլում պետք չի, շատ աշխատելու ենք էկրանի վրա, բագրատների մայրաքաղ ով է ասում, Ասլան, Անի, արի տեսնեք ճիշտ է, երկրորդը, ահա, սա, լավ, մենք վերջում ենք տեսնելու, չէ, Հասմիկ ջան, ահա, որ կասրությունը օգտվեց Հայաստանի ներքին թույլությունից։ լավ, ասա, մեկը տասեք, Էդիտա, գնա, խոսքի տեսնենք, վերջում ենք հասկանալու, Հաջորդացը, որ տնտական ծառայը ներքին Հայաստան 11-րդ դարը։ Անահիտ, Սելջուկը, գնա տեսնենք, հաջորդը դուք ասեք, որ հարցը բացի 5-ը, բացի 5-ը տեսնենք,
Ինչ փաստաթղթով Հայաստանը փոխանցվեց Բյուզանդիա։ Ահա, ով է Արի Վիգեն ջան, տեսնենք։ Ինչ ես ասում։ Ահա, ինչ դրացրեց Վիգենը։ Կտակ, շատ լավ։ Իսկ 4. Ահա, 4 հարցը։ Ներքին իշխանական բաժանումը ինչպես է կոչվում։ Քանի որ դու ես հարցն ուզել, արի տեսնենք դե։ Ասա, պատասխանը հնչեցրու։ Բարակտում։ Բարակում, ահա, շատ լավ բարակ ավելեցնել են հասնի։ Հաջորդը ինչ որ հարցն եք ուզում միացնի Հասմիկը, 10, Միքայելը ուզում է 10, ասա տեսնենք։ Ինչ մականուն ուներ Պետրոս Ագափողովը։ Տեսնենք ինչ ենք լսել Ժենյա, շատ լավ, այլ լրացրում, մենք վերջում կտեսնենք, դու հիշեցեք որը որն եք լրացրել, որով սխալ արացնի, տեսնենք ով ասխալ և նաև ինչու միայն սխալը ճիշտն է, տեսնենք ովքեր են ճիշտ լրացրել, գետա, դարձ, հաջորդը, Հասմիկ ջան միացրու տեսնենք, Բայց միացնեմ։ միացրու, Ինչ է թույլատրել կենտրոնական իշխանությունը իշխանների միջև։ ով է ասում, ով է պատասխանում, ահա Միքայել, արի փորձի, տեսնենք, շատ լավ, Հասմիկ ջան, հաջորդը, Հասմիկ ջան։ Ում է պատկանում հայոց պատմություն սկզբնաղբյուրը, նշել անվան երկրորդ բաղադրիչ։ Ահա, սկզբնաղբյուր, որ մենք անցել ենք, ասա տեսնենք, ահա, դրասկանակերտցի, ինչ է դրասկանակերտցու ողան, ահպես, ով անես, արի մենք լրացնում ենք դրասկանակերտցի։ Ահա, հաջորդը տեսնենք, Որ թագավորը կապ ունի ամոթալի կտակի հետ։ ասա տեսնենք, Հովանես, ահա, տեսակ, որ անվան է մի բաղադրիչն է, չէ՞ որ Հովանես, երկրորդը ոնց է Հովանես Սմբատ, լավ։ Հովանես Սմբատը, հաջորդ հարցը, ահա, մենք եստեղ ունենք եկեղեցու նկար, Հասմիկ ջան ես իջեցրու, Անի, որ եկեղեցին է պատկերված նկարով։ նկարում, ահա, ով է ասում Անահիտ ջան ասա, կաթողիկ է արին տեսնենք, շատ լավ, էլի նկար ունենք, ահա, ես ինչ նկար է, ես նկարը դուք իրական արձանը տեսած կա, որտեղ եք տեսել, Իջևանում, շատ լավ է, Իջևանում տեղադրել Աշոտ Երկաթի արձանը, ձի արձանը, Որովհետև շատ է սիրել Տավուշ աշխարհը ու անընդհատ շրջագայել է ու հենց միշտ եկել է ասում են Տավուշի բերդ, չէ, ու ես նախադասությունն է, որ հենց Մուրադյանի այո, Մուրացան վերցրել է ու շատ գեղեցիկ երգ է ստացել, չէ, եւ որ մասպետունին հենց այս նախադասության շուրջ բոլորս այս շքեղագույն ձի արձանը, չէ, ինքը ասեք, լավ, ով է որ լրացնում, քաղաքում է գտնվում Աշոտ Երկաթի երգը։ ահա, արի ես մեկներ դու լրացրու, և հարազատ, Իջևանում, այո, շատ լավ, շարունակենք, Որ քաղաքի համար են պայքարում արծվելիներն ու սյունիները։ շատ լավ, ով է պատասխանում, ահա, ասեցեք տեսնեմ, Նախճավան, Նախիջևան չէ, արի գրի Նախճավան, ինչ անես, Նախճավան, որտեղ եք գրել չկա, Նախճավան, ահա, կեցեց հարցը թիշի, որ վերջում տեսնենք, ճիշտը սարել թե չէ, 7-րդ հարցը, ես արել ինչ էլ լսել, արել հարցի ինչ որ պատասխանել, Արել ջան, ասա հարցը հասնի,
Թագավոր, որի ժամանակ թագավորությունը անկում ապրեց։ Գագիկ որ երրորդ քույրը անկում ապրեց։ Ասլանոսը զարմացնում է։ Շատ լավ, եւ ամենավերջին հարցը։ Ինչ բարձր հոգևոր պաշտպան էր զբաղեցնում Պետրոս Գետադարձը։ Էդիտա ջան, կարտոֆիլս։ Տեսնենք։ Տեսեք, դե ճիշտ եք աշխատել, թե չէ։ Հիմա տեսեք։ Ահա, շատ ապրես ասմիջան, հետաքրքիր էր խաչ բառարանը, շատ լավներ, ապրես ասմիջան եսկիր։ Վերջում ձեզ տնային հանձնարարություն որպես գործիքների դրամաբանական շարունակությունում ձեզ համար կազմել եմ մտքի քարտեզ։ Սա ես խմբում կտեղադրեմ, QR կոդն է, որը ես եմ պատրաստել, բայց հիմա եկեք նայեք ձեզ ցույց տամ, թե ինչպես քնում եք տնային աշխատանքը, Middle Map Edge-ից, ուրեմն կայքին ես ձեզ համար պատրաստել եմ Աշոտ Երկաթի վերաբերյալ մտքերի քարտեզ, այստեղ պետք է լրացնել գահակալական թիվը, գործունեությունը, ինչքան այսպես բացեք, իրեն լրացնելու տեղ կա եւ կարող եք ավելացնել եւ կոչումը եւ որ երկրից կամ ումից է ստացել Աշոտ Երկաթը։ Սա ուրեմն QR կոդը ես հիմա կտեղադրեմ մեր խմբում, որպես տնային հանձնարարություն կլրացնեք ինձ ուղարկեք, հետո կտամ հետադարձ կարգ։ Ահա, հիմա վերջում եկեք, երեք երկու մեկ անել։ Երեք բան, որ դուք գիտեիք թեմայից, երկու բան, որ այսօր սովորեցիք խաղի ընթացքում, եւ մեկ բան, որ ձեզ համար զարմանալի է շատ։ Բացում եք տետրերը, արագ աշխատենք։ Ահա, ժամանակը մեր սպանդը սկսեցինք տեղում, ես տետրեր կհավաքեմ իհարկե ձեզ հետադարձ կապ կտամ, բայց ինչը գիտեիք դուք, տեղում այդպես ասեցեք։ Գիտեիք որ Աշոտ Երկաթի արցան ինչ է։ Էջևանում ուրիշ։ Որդոտական ոտքաներ։ Ակտական ոտքաներ ուրիշ։ Արքանեի կրկնման ծրել։ Շատ լավ, երկու բան, որ այսօր դուք սովորեցիք։ Վարդանի կասին է գաղացկա։ Տաճարը Աֆրիկասը Միքայել։ Բավարարի կարծում շատ է սնում տաբուր։ Ճիշտ ասում եք, Աշոտ Երկաթ, այսինքն Գրիգոր Մուրացյանի Գևորգ Մարսելին չես կարդացել, Միքայել, քեզ կհանձնարարեմ, անպայման կկարդաս, լավ։ Եվ մի բան, ինչ եք դրել, որ ձեզ զարմացրեց։ Որ կարողացան 45 գրոհ տեղավորել։ Տեղավորել այս հետը գործիքներ կիրառել, շատ լավ, դե տետրեր հավաքեցեք, որ ես ձեզ հետադարձ կարտը,